Բարի երեկո 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր զրուցելու եմ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա հիմնական քննարկման թեման Դավոսն է եւ Դավոսում հնչած հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ անդրադառնալով Դավոսում արդեն իսկ հնչած հայտարարություններին, դրանց բովանդակությանը, ինչ կարող ենք ակնկալել։ Կոնկրետ Դավոսից բնականաբար ոչ մի բան ակնկալել պետք չի։ Դա ինչ-որ հանդիպման տեղ է, հարթակ է, որտեղ հարաբերությունները շարունակում են պարզել, այսինքն Դավոսում ուղղակի պետք է հայտարարություններին հետևել եւ ես կարծում եմ այդ հայտարարությունները ոչ մի նոր բան չեն ավելացնում, այսինքն աշխարհում քաոսային իրավիճակ է, հին համակարգը փլուզվում է, քաղաքական ինստիտուտները փլուզվում են միջազգային Եվ մենք վերադառնում ենք, ասենք, ուժեղ երկրների քաղաքականությանը, ուժեղ երկրները միմյանց հետ փորձում են պայմանավորվել, խաղի կանոններ, որպես այդպեսին գոյություն չունեն, ամեն ինչի հիմնված է ուժի վրա, ռեսուրսների վրա, այս կամ այն երկրները վերահսկողության տակ վերցնելու համար, եւ նույնը վերաբերում է նույնիսկ Եվրոպային, Աֆրիկային, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, եւ փոքր երկրների եւ միջին երկրների սուվերենությունը, աստիճանը գնալով իջնելու է, որ շատ են խոսում ինքնավարություն, Հայաստանի վարչապետ կամ ինքնիշխանություն եւ այլն, մեր ինքնիշխանությանը ոչ ոք չկպնի, երբ որ մեր ինքնիշխանությունը արդեն որոշում է Ադրբեջանը եւ Թուրքիան, այս դա վերաբերում է նաեւ մյուս երկրներին, այսինքն մենք եկել ենք մի իրավիճակի, որը եղել է մինչեւ առաջի համաշխարհային պատերազմը մի քանի ուժեղ երկրներ միմյանց հետ պայքարում են ռեսուրսների համար, ուղիների վերահսկողության համար, ծովերը վերահսկելու համար, գաղութատիրական գործընթաց է գնում, ոնց որ այն ժամանակ գաղութների համար էր պայքարը գնում, հիմա այդ գաղութները նոր ձև են ստանում, այս կամ այն երկրի ռեսուրսները վերահսկելու համար նույն Միացյալ Նահանգների նախագահ ասում է, չէ, Գրենլանդիան մեզ պետք է, որովհետև դա եւ ստրատեգիական նշանակություն ունի ուղիների համար եւ այլն անվտանգության նշանակություն ունի բնական ռեսուրսներ կան, հազվագյուտ մետաղներ եւ այլն եւ մեզ պետք է մեզ Կանադան էլ է պետք, արևմտյան մարտհամակը մերն է Մյուս երկրներն ասում են, դե թե ձերն է, այս բաներն էլ մերն է, այսինքն այդ աղմուկը, որ բարձրացվեց Սալավյովի հայտարարության վրա, ես կարծում եմ այդ հայտարարությունը Կրեմլից ինչ-որ ձևի ուղերձ էր, եւ այդ ուղերձը ուղղված էր Միացյալ Նահանգներին, բնականաբար ոչ մեզ։ Այսինքն ոչ Հայաստանին։ Ոչ Հայաստանին, այդ ուղերձը ուղղված էր, ես կարծում եմ Միացյալ Նահանգներին, ասում է, դե թե արևմտյան մարտհամակը ձերն է, Գրենլանդիան ձերն է, մյուս բաները ձերն է, այս էլ մերն է, ասենք մեր պատմական տարածքն է եւ անվտանգության նշանակություն ունի, որտեղ նույն ուկրաինական պատերազմը անվտանգության համար է Ղրիմը անվտանգության խնդիրն է։ Մենք կոպիտ ասած Հյուսիսային Կովկաս պատերազմի բացվող դռներն ենք։ Հիմա Միացյալ Նահանգները ասում է, չէ, Վենեսուելայի նավթը մեզ պետք չի, բայց ուրիշներին չենք տա, որտեղ նավթադոլարների խնդիր գոյություն ունի եւ հիմնական սպառողը դա Չինաստանն է եւ իրանք այդ երկրները, որոնք նավթ են արտահանելու, փորձում են վերահսկել։ Նույնը շատ հայտնի պատմություն է, երբ որ հյուսային հոսքի այդ 4 գծերը պայթացրեցին, մեկը մնաց, 4-րդը մնաց, ինչ է Տրամպը առաջարկում էր, ասում էր, ես գամ Ռուսաստանի հետ պայմանավորվեմ, այդ ուղին ծախեք ինձ, այսինքն ես Ռուսաստանից կգնեմ, կծախեմ, կվաճառեմ Գերմանիային եւ Եվրոպային, այսինքն փայ է մտնում, նույն այդ փայ մտնելու տրամաբանությունը կա, այս թրիփի ճանապարհը, Սյունիքով, որ պետք է անեն, այսինքն ամենտեղ փայ են մտնում, այս որովհետեւ համաշխարհային քաղաքականության մեջ, երբ որ մրցակցություն է գնում մի կողմից ռեսուրսներն է, մյուս կողմից ճանապարհները վերահսկելու, այսինքն ճանապարհները վերահսկելու դու վերահսկում ես նաև այն երկրներին, որոնք այդ ճանապարհները օգտագործում են եւ իրանց համար կենսական նշանակություն ունեն։ Հնարավոր է վաղը չէ մյուս օրը ասենք Մալաքյան նեղուցում լինի, որտեղ դա Չինաստանի արտահանման հիմնական բանն է, ճանապարհն է, որ Սինգապուրով գալիս է եւ դա փորձեն վերահսկեն, դեղ արդեն ինչ-որ բաներ տեղի ունենա, ասենք Թայլանդում, ասենք այդ երկրներում, Սինգապուրում եւ այլն, Մալազիայում ինչ-որ process-ներ լինեն։ Այսինքն նույն թրիփի
տրամաբանությունն է։ Հիմա այս առումով մենք պետք է հասկանանք, որ ինչա կատարվում աշխարհում, որտեղ եթե մենք համեմատում ենք միջև առաջի համաշխարհային պատերազմի իրավիճակին, այնտեղ կար sense բան փոքր եւ միջին երկրների համար կամ իրենք կամ բալանս էին դառնում ուժեղ երկրների մեջ, ուժերի հարաբերակցությունն են պաշտպանում, երբ որ չէր ստացվում պատերազմի գոտի են դառնում։ Միջև այդ մեծ երկրները միմյանց հետ պայմանավորվեն։ Հիմա Հայաստանը ինչպես կարգավաճ է։ Հայաստանն այդ իրավիճակում է, հարավային Կովկասում բալանսը խախտվեց Արցախի պատերազմով, Ադրբեջանը ուժեղացավ, Թուրքիայի դերը մեծացավ եւ հիմա Թուրքիան հավակնում է նաեւ հարավային Կովկասի եւ կենտրոնական Ասիայի Գերտերության տիտղոսին։ Հա, եւ Միացյալ Նահանգները օպերատորը դառնա, հա, այս բանում։ Ռուսաստանը բնականաբար դրան դեմ է եւ նաեւ Լավրովի հայտարարությունը, նույն Սալավյովի եւ էլի բազմաթիվ Իրանի միջև այդ հնչած հայտարարությունները, որ այդ այսպես կոչված Միջանցքը իրենց անվտանգության համար խնդիր է առաջացնում, այսինքն բալանսը խախտվել է, պայքարը գնում է։ Հիմա այս պայքարի ընթացքում խոսել ինքնիշխանության մասին, սուվերենության մասին նշանակում է խաբել ժողովրդին։ Դու կամ բալանս ես, կամ վերանում ես, կամ քո անվտանգությունը ինչ որ մի երկիր մեծ պետք է երաշխավորի իր շահերից ելնելով։ Հիմա այս վիճակում, այս գործող իշխանության քաղաքականության պատճառով նաև մենք մնացել ենք անտեր, կամ պետք է մտնենք թուրքական ազդեցության գոտին, ինչը իրենք առաջ են տանում, եւ ըստ էության իրենք արդեն ներքաշվել են մեր ներքաղաքական պայքարին, ասենք Թուրքիան հայտարարություն է անում, հա, որ մենք աջակցում ենք այս գործող իշխանությանը, Ալիևը գերիներ է տալի, ինչը շատ լավ է, մեզ ցանկացած մարդու կյանքը եւ ազատությունը բնականաբար թանկարժեք է, բայց մյուս կողմից այդ գերիներին ով որ պահում է Ադրբեջան, ինքը առևտրի առարկա է սարքել ներքաղաքական միջամտության համար, հա, մենք նման իրավիճակում ենք հայտնվել եւ սա է վիճակը, այսինքն ըստ էության Թուրքիան եւ Ադրբեջանը որոշում են Հայաստանում ով է լինելու հաջորդ իշխանությունը, փորձում են որոշել եւ այս պայմաններում ինքնիշխանության մասին խոսելը ուղղակի ծիծաղելի է։ Պարոն Դանիելյան, Ալիևն է բավականին հետաքրքիր հայտարարություններ արել Դավոսում, նա ասել է, որ այս պատերազմով Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքներ եւ այլն, իհարկե մոռանալով նշել Արցախում հայերի դեմ ցեղասպանությունը, մշակութային ժառանգության ոչնչացումը, Հայաստանի տարածքների օկուպացումը եւ այլն, ռազմական ու հայատյաց ռետորիկան։ Նա նշում է, որ այս պատերազմը իր եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ որոշումներ պատերազմը ավարտելը եւ նշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է եւ այդ խաղաղությանն ուղղված ջանքերը պետք է ավելի ակտիվ լինեն, այո։ Հիմա Ալիևը միջազգային հանրությանն է փորձում ապակողմնորոշել, թե սա եւս Հայաստանի ներքին գործերին մեջ ճամտելու հերթական դեպքն է, երբ փորձում է Փաշինյանի այդ խաղաղության օրակարգը, հա, ինչ որ կերպ։ Ես կարծում եմ միջազգային հանրության ապակողնորոշելու խնդիր չկա, միջազգային հարաբերությունները ապակողնորոշված են, ինչպես նշեցի, ուժի վրա է հիմնված, եւ ձեզ կբերեմ օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղարի Ռուբիոյի հայտարարությունը, որ աշխարհում պետք է լինի խաղաղություն ուժի վրա հիմնված։ Իդեպ Թրամփն էլ է այսօր դա ասել է, որ ԱՄՆ-ն միակն է, որը կապահովի աշխարհի խաղաղությունը, այն էլ ուժի միջոցով։ Այսինքն ինչ է նշանակում ուժի միջոցով։ Դու քո հնարավոր մրցակիցներին կամ որտեղ շահ ունես, պարտության ես տանում եւ ստիպում ես քո պայմանները ընդունել։ Հիմա Ադրբեջանը մեզ հետ այդպես է վարվել։ Հիմա Ադրբեջանը իրենք այդպես էլ ասում են, հենց նույն Ալիևը այդպես էլ ասում է, մենք ուժի միջոցով պարտադրեցինք խաղաղություն մեր պայմաններով։ Եվ այդ պայմանները շարունակվում են եւ զուգահեռաբար ասում է, որ պետք է լինի միջանցք, անխոչնդոտ, այսինքն այն ինչ որ այս Փաշինյանը ստորագրել է Վաշինգտոնում, այնտեղ կա անխոչնդոտ բառը։ Եվ նաեւ այս առումով մենք վերադառնանք այն փաստաթղթին, որը Միացյալ Նահանգներում ստորագրվել են։ Այդ փաստաթուղթում հենց գրված է, որ սա որևէ իրավական պարտավորություններ չի ենթադրում։ Եվ սա միջազգային պայմանագրի ստատուս չունի։ Ուղղակի այսպես թուղթ են ստորագրել են։ Առաջանում է հարց, ինչի համար է այդ թուղթը ստորագրվել։ Ակնհայտորեն այս Հայաստանի գործող իշխանության խնդրանքով ինչ որ թուղթ է պետք եղել,
այդ թուղթը որպեսզի նախընտրական փուլում ծախեն ժողովրդի վրա ասեն նայեք ինչ որ մենք թուղթ ունենք Բայց որը Հայաստանի վրա շատ թանկ է նստում, ճիշտ եմ հասկանում։ թե Հայաստանի վրա որքանով է թանկ նստում մենք իմանանք հետագայում եթե հանգարց Աստված չանեց գործող իշխանությունը վերարտադրվի որովհետև ես կարծում եմ այնտեղ կան գրավոր եւ բանավոր գաղտնի պայմանավորվածություններ եւ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն ընտրություններից հետո եւ այդ ժամանակ մենք կտեսնենք իրական փաստաթուղթը որն է եւ իրական ինչ պայմաններ են պարտադրել Հայաստանին, բայց զուգահեռաբար պետական կառույցներում որոշակի առումով փակ եղանակով որոշակի գործընթացներ են գնում եւ նախապատրաստվում են մաքսային հարկային եւ այլն, հա, իրավական առումով ինչ որ գործիքներ են կազմում, այդ ապագա գաղտնի պայմանավորվածությունները իրականացնելու կյանքի կոչելու համար, որոնց մասին մենք իմանանք ընտրություններից հետո։ Հիմա առաջանում է հարց. արդյոք մենք պետք է այդ թրիփի ուղու դեմ դուրս գանք, հա, այսինքն հաջորդ իշխանությունը, եթե չլինեն սրանք։ Սա ինչ որ փաստաթղթեր են, որոնք ստիպված ցանկացած իշխանություն պետք է հաշվի առնի, որտեղ դրանք փաստ են։ Արցախի կորցնելը փաստ է, այդ փաստաթղթերը փաստ են, հա, այդ թրիփը փաստ է, բայց հարցը հետեւյալն է, դրա հետ հաշվի նստելով ուզած թե չուզած պետք է Հայաստանի շահերից հանդես գալ եւ այդ գաղտնի պայմանավորվածությունները, որոնք թղթավորված չեն, պետք է արդեն Հայաստանի շահերը առաջ քաշվի եւ ես կարծում եմ դա հնարավոր է։ Եվ այս գործող իշխանության այն քարոզչությունը, որ եթե մենք չլինենք կլինի պայմանագիր, այ նայեք փաստաթղթեր են կնքել Ադրբեջանի հետ, Միացյալ Նահանգների հետ եւ այլ գալու են այդ ամեն ինչը հետ չլինելու եւ լինելու է պատերազմ, դա կեղծ քարոզչություն է, որովհետեւ ցանկացած adekvat իշխանություն գալով այս փաստերի հետ պետք է հաշվի նստի, բայց հաշվի նստի այնուամենայնիվ Հայաստանի շահերը առաջ տանելով։ Իսկ այս գործող իշխանությունը ունի մեկ շահ վերարտադրվելու համար, որովհետև դա իրենց կաշին փրկելու միակ տարբերակն է։ Եվ իրենք մեր շահերը հանձնելու են իրենց վերարտադրվելու համար։ Հաջորդ իշխանությունը պետք է լինի ոչ գործողը եւ որը իհարկե այդ ամեն ինչը հաշվի առնելով պետք է Հայաստանի շահերով առաջնորդվի։ Պարոն Դանիելյան, այստեղ հարց է առաջանում։ Վենեսուելայի նախագահին հետ տեղի ունեցածը պետք է արդյոք մտավախությունների առիթ դառնա Նիկոլ Փաշինյանի համար։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլ շատերի համար, ըստ էության բոլորի համար, գուցե նաև Թրամփի համար, հա, որովհետև սա արդեն նոր խաղի կանոններ են եւ տարբեր ուժեր։ Իդեպ որը ինքը բացեց առաջին, այո։ Եվ տարբեր ուժեր պետությունների տեսքով եւ վերպետական ուժերի տեսքով արդեն խաղի կանոններ գոյություն չունի։ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ասում է հնարավորության դեպքում իրենք կձերբակալեին Պուտինին։ Հա, հնարավոր է վաղ մյուս օրը Սի Ցզինպինին եւ այլն։ Նույնիսկ Թրամփն է պատասխանելով լրագրողի հարցին ասել, որ եթե Իրանը սպառնա իր կյանքին, ապա քարտեզի վրայից ամբողջությամբ կճնջի Իրանը։ Այսինքն այսպեսի դիսկուրս է հիմա մտնում, հա, քննարկումներ։ Եվ նաև քննարկումներ է գնում, ասենք Իրանի առաջնորդին վերացնելու կամ նույն փախցնելու կամ հարևանգելու եւ այլն։ Այսինքն սա այսօր միջազգային խաղի կանոններն են եւ ամենակարևորը այն է, որ որևէ երկրի հետ պատերազմական գործողությունների մեջ մտնելը դա մի բան է, բայց ղեկավարության արևանգելը սա ավելի ծայրահեղ քայլ է, քան պատերազմի մեջ մտնելը։ Որպես օրինակ ձեզ բերեմ նույն ռուս-ուկրաինական այս պատերազմը, որ ընթանում է, ակնհայտորեն կա ներքին պայմանավորվածություն, որ պետական կարևորագույն իշխանություն իրականացնող այդ շենքերի վրա հարձակումներ չլինեն եւ չսպառնալ պետության ղեկավարների կյանքին։ Եվ եթե ուշադրություն դարձնեք ռուս-ուկրաինական պատերազմը, որը ինչ որ խաղերի կանոնների շուրջ է տեղի ունենում, որը նաեւ միջազգային առումով խաղի կանոն է, որտեղ միջազգային խաղացողները նույնպես այդ համաձայնությանը եկել են։ Հիմա Վենեսուելայի դեպքում կատարվել է ավելի ծայրահեղ բան, քան պատերազմ հայտարարելը, եւ սա նոր իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստենք յուրաքանչյուրս, հատկապես բնականաբար, եւ եթե այս գործող վարչապետին արտաքին որևէ ուժ արևանգի,
Այսինքն այդ կլինի այն ուժը, որ այս վարչապետի կուրսի հետ համաձայն չի։ Կարող է Ադրբեջանը առևանգի, Թուրքիան առևանգի, Իրանը, Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները որոշակի պայմանների դեպքում, եւ ես կարծում եմ դա այնքան էլ դժվար գործ չի։ Ցանկը բավականին երկար ստացվեց։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք նաև մրցանակին, որով պարգևատրվել են Ալիևն ու Փաշինյանը, խոսքը Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդ հիմնադրամի մրցանակի մասին է, Զայեդի մարդկային եղբայրություն։ Արդյոք պատահական է, որ հենց Արաբական Միացյալ Էմիրություններում են այս մրցանակը հանձնում Ալիևին եւ Փաշինյանին, իդե Փաշինյանն էլ ասում է, որ սա իր եւ Ալիևի համատեղ մրցանակն է, հպարտանում է այդ փաստով։ Ես կարծում եմ առաջերտին դա Ալիևի մրցանակն է, որովհետեւ Ալիևը ուներ շատ լուրջ մտահոգություններ, որ այդ մենք խոսում ենք, չէ, որ պատանդներ է պահում, որ Արցախում էթնիկ զտումներ է տեղի ունեցել, երբ որ այդ մշակութային ժառանգության կոթողներն են ոչնչացնում, հայկական հետքն են ոչնչացնում, եւ այդ մտահոգությունը այն է, որ կարող է գալ մի օր ի քաղաքական իրավիճակի փոփոխության հետ մեր տարածաշրջանում իրեն ինչ-որ պատասխանատվության ենթարկեն, ես ձեզ հիշեցնեմ, որ մի փաստաթուղթ էր ստորագրել Հայաստանը Եվրոմիության հետ, որտեղ խոսում էր վերադարձի մասին արցախցիների մշակութային ժառանգության մասին, հա, այսինքն սա միջազգային ինչ-որ փաստաթուղթ էր, որը մեղադրանք է ներկայացնում Ադրբեջանի ղեկավարին։ Կարող է հիմա չէ, ինչ-որ տարիներ հետո։ Հիմա այս բանը մրցանակը ստանալով առաջերտին դա Ալիևին էր պետք եւ Ալիևը նաեւ հանդիպում ունեցավ Էմիրատների Իշխող Վերնախավի հետ։ Այսինքն ինքը այդ մրցանակը ստանում է որպես խաղաղություն իրականացնող անձնավորություն, Թրամփի ասած ուժի միջոցով պարտադրելով խաղաղություն եւ դրա հետ համաձայն Հայաստանի գործող վարչապետը, որին նույնպես այդ մրցանակը տվել են, то есть Հայաստանը այդ ամեն ինչի հետ համաձայն է, որևէ բողոք չունի եւ դա այդ մրցանակը նորից եմ կրկնում Ալիևի մրցանակն էր եւ Ալիևին պետք էր որ նաեւ Հայաստանի ղեկավարը այդ մրցանակը ստանա։ Իսկ ինչու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների կոնտեքստից ելնելով թե Ալիևի հետ, հա, այդ իսլամական եղբայրության բովանդակությանն է։ Ես չեմ կարծում, որ իսլամական եղբայրության այդ բովանդակության առումով, որովհետև Էմիրատները շատ կարևոր երկիր է եւ իրենք շատ կարևոր նշանակություն ունեն միջազգային հարաբերություններում եւ շատ կարեւոր են Միացյալ Նահանգների համար, նույն Եվրոպական միության համար, նույն Կատարը, Էմիրատները եւ այլն, որտեղ դրանք ունեն ներդրումների մեծ հնարավորություն, էներգետիկ մեծ նշանակություն եւ այդ երկրների հետ հաշվի են նստում։ Հիմա այդ մրցանակը տվել է Էմիրատներն են տվել ու վաղը մյուս օրը կարող ասենք Ալիևը ինչ-որ գումար ծախսի եւ ասենք Թրամփի եւ Փաշինյանի հետ միասին Նոբելյան մրցանակ էլ ստանան։ Գուցե այս ամեն ինչը դրան է գնում։ Սա նշանակում է մաքրել Ալիևի ձեռները, իր հետ գնալ մրցանակ ստանալ, նշանակում է համաձայնել այն ամենի հետ, ինչը տեղի է ունեցել եւ նաեւ համաձայնել, որ Հայաստանի տարածքի այն հատվածը Ջերմուկի կողմում եւ այն, որը Ալիևը օկուպացրել է, այսինքն դու իր հետ խաղաղության մրցանակ ես ստանում, այդ ամեն ինչը նորմալ է, այսինքն դու այդ ամեն ինչը լեգիտիմացնում ես եւ օրինականացնում ես։ Փաշինյանի համար դա ընդունելի է։ Դա Ալիևի համար էր պետք, իսկ Փաշինյանը դա կատարում է ինչի համար է կատարում վերարտադրվելու համար։ Պարոն Դանիելյան, մենք խոսեցինք Սոլովյովի հայտարարության իրական հասցեատերի մասին, բայց կուզեի անդրադառնայինք նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի Հայաստանին վերաբերող հայտարարություններին։ Նա նշում է, անդրադառնում է Եվրամիության կողմից տրամադրված 15 միլիոնին եւ ասում է, որ կասկած չունի, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել այս 15 միլիոն տրանշի յուրաքանչյուր ցենտը։ Ինչ նկատի ունի Լավրովը։ Ինչ նկատի ուներ ուղիղ ասեց եւ ասեց, որ Հայաստանում այդ մոլդովական սցենարը կարող է տեղի ունենալ ընտրությունների ժամանակ եւ նաեւ Հայաստանում արդեն քաղբանտարկյալներ գոյություն ունեն եւ նշում է Վարդան Ղուկասյանի անունը Գյումրու
քաղաքապետի։ Պատահական էր, որ հենց Վարդան Ղուկասյանի անունն է նշում։ Այստեղ խնդիրը Վարդան Ղուկասյանը չէր, խնդիրը ինչի համար են իրեն ձերբակալել։ Իրեն ձերբակալել են, որ ինքը հայտարարել էր, որ կոնֆեդերացիայի մեջ կամ միության մեջ մտնելու։ Հիմա առաջանում է հարց. եթե ինչ-որ մարդիկ հայտարարում են, որ Հայաստանը պետք է մտնի Եվրոպական միություն, չէ՞, նույնիսկ վարչապետ եւ այլն, ինչ-որ որոշում են ընդունում պարլամենտում անհասկանալի։ Հիմա ինչով է տարբերում Եվրոպական միությունը այդ մյուս միության հետ, հա։ Երկու դեպքում էլ դուք սուվերենության որոշակի հատվածը հանձնում ես։ Եվ պատասխանատվության հավելյալ ես վերցնում։ Հա, եւ առաջանում է հարց. եթե նույն կոնֆիգուրացիա ունեցող մի միության մեջ մտնելը դու որակում ես որպես հանցագործում, բայց նույն տիպի միության մեջ մտնելը, որտեղ պայմանները ավելի խիստ են, եւ արտաքին քաղաքականություն, եւ անվտանգության հարցեր, եւ տնտեսական քաղաքականություն, դու հանձնում ես Եվրոպական միության, հա, այդ բյուրոկրատիային, ապա առաջանում է հարց. ինչի սա քրեական պատժելի արարք է քրեական առումով, իսկ նա քրեական առումով պատժելի արարք չի։ Եթե այստեղ որևէ սկզբունք գոյություն չունի, ըստ Լավրովի ասացի, դա ուղղված է Ռուսաստանի դեմ եւ սա արդեն քաղաքական որոշում է, ոչ թե իրավական որոշում է։ Հիմա անկախ նրանից ով Լավրովի հետ համաձայն է, ով Լավրովի հետ համաձայն չի, դա այլ հարց է։ Հարցը հետեւյալն է, որ Հայաստանում արդեն օրենսդրությունը եւ այլն քաղաքական նպատակահարմարությունից են իրագործում։ Հայաստանում ակնհայտ է, որ սահմանադրությունը արդեն չի գործում։ Դատարաններ շրջափակել, սահմանադրական դատարանի կազմի հետ փոխել, դատավորների բան անել, դատավորների որոշումը աբսուրդ որոշումները, նույնիսկ եկեղեցու հետ կապված է, մասսացիոն թեմի հետ կապված եւ մյուսը նույն եկեղեցու այդ ունեցվածքը բռնազավթելը այս բոլոր այս արարքները եկեղեցու դեմ դա նույնպես հակասահմանադրական արանք է, որովհետեւ եկեղեցու կարգավիճակը սահմանադրության մեջ ֆիքսված է։ Հիմա առաջանում է հարց, եթե Հայաստանում սահմանադրությունը արդեն չի գործում, ընտրություններից առաջ ձերբակալում են բոլոր հնարավոր տեխնացուներին եւ խոսում են արդեն չգրանցելու մասին, հա, այդ մոլդովական սցենարը։ Եթե մենք երկրում ենք ապրում, որտեղ սահմանադրությունը չի գործում, օրենքները չի գործում, դատարանները կողմնակալ են եւ պետաիշխանության պատվերներն են կատարում ու գնում ենք ընտրության, որտեղ կրկնում եմ ձերբակալություններ են տեղի ունենում բոլոր հնարավոր տեխնացուների եւ դա ըստ էության շարունակվում է։ Որն է ելքը հարցը։ Ելքը որն է եւ հարց է առաջանում։ Արդյոք Հայաստանում սահմանադրական եղանակով քաղաքական պայքար է գնում, իսկ եթե ոչ, ապա ինչ։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, ես ուղղակի ռետորական հարցադրում եմ անում։ Պարոն Դանիելյան, այնուամենայնիվ վերադառնալով Իրանից ու Ռուսաստանից վերջին շրջանում հնչած հայտարարություններին, նաև Լավրովի որոշակի ակնարկներին, ինչ տպավորություն է ստեղծում։ Իրենք ստիպված են կամ այսպիսի դիրքորոշում են որդեգրել, որ կողքից նայելու են, թե ինչ է կատարվելու Հայաստանում, նկատի ունեմ նույն ընտրությունները, թե որոշակի ներազդման գործիքներ են փորձելու կիրառել։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, ես կարծում եմ, որ Հայաստանում այն քաղաքական գործընթացները, նաև ընտրությունները, որ տեղի են ունենում, նրանք արդեն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Եվ աշխարհաքաղաքական կենտրոնները ըստ էության երևի միմյանց հետ պայմանավորվում են, թե Հայաստանում ինչ խաղի կանոններ պետք է լինեն։ Նույնը մենք հիշում ենք Նիկոլ 21 թվականին այս գործող վարչապետի վերարտադրությունում մեծ դեր ուներ նաև Թուրքիան։ Թուրքիան շատ լուրջ ներքին ձևով ուլտիմատումներ էր դրել, որ հիշում եք Գենշտաբի հայտարարություն եւ այլն, որ Հայաստանի իշխանություն չպետք է փոխվի եւ նաեւ բաց տեքստով Ադրբեջանը ղեկավարներ սպառնալիքներ տալիս, որ Հայաստանում իշխանություն չփոխվի։ Պետք է իրենք պաշտպանեն Հայաստանի այսպես կոչված լեգիտիմ իշխանությունը։ Այո, պաշտպանեն ուժի միջոցով զորացնեն Հայաստան։ Հիմա հարցը հետեւյալն է, քանի որ սա արդեն ամենտեղ ցանկացած նաև օրինական ընտրությունները աշխարհաքաղաքական
փոփոխություններ կարող են բերել, նույն Վրաստանում տեսնում ենք ինչեր կատարվում ընտրությունների ժամանակ, նույն Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն ընտրությունները աշխարհաքաղաքական փոփոխություններ են բերում։ Նույն խենք հերուկն Միացյալ Նահանգներում, հա, ամեն մի տեխնացու այլ աշխարհաքաղաքական պատկերացումներ ուներ եւ ապագայի մասին տարբեր նախագծեր են առաջ քաշում, հա, եւ ներքաղաքական կյանքում եւ արտաքին քաղաքական կյանքում։ Հիմա հարցը հետեւյալն է, նման հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Եվրոպական միությունից, ես կարծում եմ, սա մի հայտարարություններ են, որոնք պետք է բերեն ինչ-որ նոր խաղի կանոնների ձևավորմանը, նաև իշխանության, ընտրության հարցում։ Եվ քանի որ տեսակետները շատ տարբեր են, դա նշանակում է, որ այդ խաղի կանոնները ներքին խախտել է եւ եթե հանրությունը այդ ընտրությունների անօրինական ընտրությունների նկատմամբ որոշակի վերաբերմունք ցույց տա, ապա արտաքին խաղացողները դրա հետ կհաշտվեն։ Եվ շատ կարևոր է այստեղ այս իրավիճակում, երբ որ որոշակիություն չկա, Հայաստանի քաղաքացիների ընտրությունը լինելու է չափազանց կարևոր եւ դա կընդունվեն բոլոր ուժային կենտրոնների կողմից, որովհետեւ սա ինչ որ ձևի խաղի կանոն է, որտեղ ռեալ Հայաստանի հասարակությունն է որոշում, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Եթե այս գործող իշխանությունները գնան, այսպես ասած, մոլդովական սցենարին եւ այլ սցենարների, բանտարկեն, ձերբակալեն քաղաքական գործիչներին, լրագրողներին, կուսակցություններին թույլ չտան ընտրություններին մասնակցել, դա բացում է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ձեռքերը նման եղանակով գործել Հայաստանում, հնարավորության դեպքում նաև ուժային եղանակով, որպեսզի Հայաստանում չլինի ուժային միջամտություն, Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն, ընտրությունը լինի արդար եւ Հայաստանի իշխանությունները արդար ընտրությանը չխոչընդոտեն։ Իսկ հիմա ցավոք սրտի իրենք արդեն իսկ խոչընդոտում են։ Պարոն Դանիելյան, վեհափառ հայրապետի որոշմամբ եպիսկոպոսատ ժողովը անցկացվելու է Եվրոպայում, Ավստրիայում եւ մեկնաբանություններ են հնչում, որ իշխանությունների ճնշումների պատճառով է դա եղել, տարատեսակ ինֆորմացիաներ են գալիս, որ թե եպիսկոպոսներին կամ արքեպիսկոպոսներին ձերբակալելու վտանգ է առաջացել, թե նրանց սահմանին ուղղակի Հայաստան մուտք արգելելու նախադեպեր կարող էին գրանցվել եւ այլն։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը որոշակի հաղթանակներ գրանցում է եկեղեցու դեմ իր պայքարում։ Ես կարծում եմ ճիշտ հակառակը ինքը պարտություններ է գրանցում եւ օգտագործում է բոլոր եղանակները եւ ուժային եղանակները եւ տեղական կառավարման մարմիններն են ճնշումներ գործադրում եւ նաև ըստ որոշ աղբյուրների նաև մամուլում ֆինանսական առաջարկություններ են անում, կոմպրոմատներ են իրենց արժեվ դնում։ Բնակարանային հարց են լուծում։ Բնակարանային հարց են լուծում լավ կամ վատ իմաստով, կամ տալիս են կամ վերցնում են, հա։ Այսինքն այս եղանակներով պայքարի մեջ մտնել եկեղեցու հետ եւ պարտվել ըստ էության, դա ցույց է տալի, որ իրենք մի հարց արհեստականորեն բերել են դրել են քաղաքական պրոցեսների կենտրոնում, այն էլ ընտրությունից առաջ եւ վախում են այդտեղ պարտություն կրել, բայց հաղթանակի հնարավորություն չկա, որովհետեւ մեկ անձից է կախված, եթե կաթողիկոսը պինդ լինի, ինքը չհրաժարվի, հրաժարական չտա, ապա այս բոլոր ճնշումները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ։ Եվ իրենց հենց ծուղակի մեջ են գցել եւ դրա համար նման անօրինական գործողությունների են դիմել, բայց որը իրենց համար որևէ լուծման չի կարող բերել։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։